Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, եթերում նորից Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է։ Այսօրվանից սկսում ենք մեր on-line հարցազրույցները փորձագետների, քաղաքական մեկնաբանների, քաղաքական գործիչների հետ, բոլոր այն օրակարգային հարցերով, որոնք ուզում են մեր քաղաքացիներին, եւ այսօրվա իմ առաջին հյուրն է, եւ մենք այս մեր նորաստեղծ ալիքի արդեն հետագա պատմության մեջ կհիշենք այդ մասին, որ իմ առաջին հյուրն է քաղաքագետ, հայկական խորհուրդ կազմակերպության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։ Բարև ձեզ, մեծ պատիվ եւ պատասխանատվություն է լինել առաջին հյուրը, հուսով եմ կարդարացնեմ ձեր եւ մեզ հետևող ժողովրդի սպասելիքները։ Շատ զգացված եմ, պարոն Ղևոնդյան։ Եվ ուրեմն, այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, որ ըստ էության մեր գյուղմթերքի նկատմամբ դրել էր մի այսպես բեռնարկելք, դրան գումարեց նաև կաթնային արտադրանքը, հա, դե Հայաստանից կաթնամթերք հաստատապես տենց չի գնում, բացի պաներից, հա, որը կարելի է երկար պահպանել եւ փաստորեն մենք հիմա գործ ունենք սահմանափակումների կոշտացման հետ եւ սա նորից ակտուալիզացնում է այն հարց, որը վարչապետը փաստորեն բարձրացրեց եւ այդպես էլ այդ հարցը մնաց անպատասխան։ Իսկ հարցը հետեւյալն է՝ ի վերջո ԵԱՏՄ-ն ողջ է թե մեռած։ Ուզում եմ նաեւ հիշեցնել Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այդ գնահատականը, որ կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ ողբերգական էր եւ անիմաստ։ Հիմա մենք ստանում ենք եւս մի էպիզոդ անիմաստության եւ ողբերգականության։ Խնդրեմ, պարոն Ղևոնդյան, ձեր մեկնաբանություն։ Գիտեք, ըստ էության ես պիտի հիշեմ նաև Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որ եթե մեր ապրանքի որակը բարձր լինի, ապա մենք ստիպված չենք լինի նայել Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառում է, թե չի կիրառում։ Մեր շուրջը կա, եթե հաշվենք, որ աշխարհում 8 միլիարդ մարդ կա, Ռուսաստանից դուրս մեր շուրջը կա 7 միլիարդ, չգիտեմ, 800 միլիոն շուկա, որտեղ կարելի է առևտուր անել։ Այսինքն որպես առաջին հարց, առաջին խնդիր պետք է ուշադրություն դարձնել մեր կաթնամթերքի, այս դեպքում արդեն կաթնամթերքի, բայց ընդհանուր առմամբ բոլոր ապրանքների որակի բարձրացմանը։ Գաղտնիք չէ, որ բավական լուրջ խնդիրներ մենք ունենք այս ոլորտում, կոնկրետ կաթնամթերքի հետ կապված հարցում։ Միայն վերջերս, եթե ուշադրություն դարձրել եք, խանութներում պանրային արտադրանք եւ պանիր այդպես առանձնացում է տեղի ունենում, նախկինում ամեն ինչ գրվում էր պանիր, բայց իրականում շատ ապրանքներ դրանք պանիր չէին ըստ էության։ Այո։ Եվ նման օրինակները բազմաթիվ են, այնպես որ աշխատել մեր արտադրանքի որակը բարձրացնելու վրա անհրաժեշտ է, եւ այդ ժամանակ Ռուսաստանը պատժամիջոց դնում է, թող դնի, միևնույն է, մեր ապրանքները շատ հանգիստ կվաճառվեն նաեւ իմ նշած 7-8 միլիարդ մարդկանցից կազմված շուկայում, բան էլ ավելի։ Մյուս կողմից, եթե քաղաքական, ուրեմն, ենթատեքստին ուշադրություն դարձնենք, այո, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեզ անընդհատ եւ շարունակաբար կանգնեցնում է խնդիրների առջեւ։ Եթե մի հարց կարողանում ենք օրինակ լուծել, ենթադրենք ելակի խնդիրը Հայաստանը լուծեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, ելակը այս տարի Հայաստանում չեժանացավ, ի տարբերություն օրինակ լոլիկի կամ ծաղիկի, որովհետև ելակի այն խմբականակները, որոնք պիտի գնային Ռուսաստան, գնացին այլ երկրներ։
ապա մեկ այլ հարց լուծել այդքան էլ հեշտ չի լինում, ինչպես նույն լոլիկը կամ ծաղիկը։ Հետևաբար Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչպես ենք մենք աշխատում, օպերատիվ իրավիճակում ինչպես ենք կարողանում ճգնաժամից դուրս գալ, ինչպես ենք կարողանում արտահրավերներին դիմակայել, ինչպես է մեր գործիքները մեզ օգնում, միևնույն է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեզ որոշակի վնաս հասցնում է։ Այո, ոչ այնպիսի վնաս, ինչպես հասցրին 2020-23 թվականներին, բայց ինչ որ վնաս։ Ինչու այդ վնասը կրել։ Հայաստանի իշխանությունները վերջին ժամանակներս կարծես թե սկսել են կամ փորձում են կամ սկսել են փորձել կամ շարունակում են փորձել գտնել այն ուղղությունները, որոնք հնարավորություն կտան այդ կախվածությունները նվազեցնել։ Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով արդեն արդյունք ունենք, մեծ անհամբերությամբ սպասում ենք երկաթգծի կոնցեսիայի հարցի լուծմանը, որովհետև դա կենսական եւ այս պահին Հայաստանի գլխավոր խնդիրն է, նույնիսկ ես չեմ նշում խնդիրներից մեկը։ Հենց գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության այսօր ռուսական կոնցեսիայի հարցը լուծելն է, որովհետեւ մենք ունենանք ապագա։ Հիշենք, որ ներկա իշխանությունների նախկին ժամանակաշրջանի ուրեմն խորհրդանիշը ապագա կա այդ բառակապակցություններ, ապագա կարող է լինել միայն մի դեպքում, եթե մենք կարողանանք ազատվել ռուսական կոնցեսիայից այս տարածաշրջանում ընդհանուր առմամբ։ Ապագա կարող է լինել միայն այդ դեպքում։ Հայաստանի իշխանությունները պիտի այդ հարցը լուծեն։ Եվ սա եւս կախվածության նվազում կլինի։ Այլ ուղղություններով կախվածության նվազման հարցում էլի աշխատանք կա, բայց ճիշտն ասած ես տեսնում եմ այլ ուղղություններով աշխատանքը օպերատիվ է։ Այսինքն ռեակտիվ է կամ այսպես ասենք, ռեակտիվ աշխատանք է։ Հայաստանի իշխանությունները արձագանքում են այն խնդիրներին, որոնք ստեղծվում են։ Տեսեք, նշեցինք գյուղմթերքի հետ կապված հարցերում դիվերսիֆիկացման գործընթացը ընթանում։ Ինչն էր խանգարում, որ 2 ամիս առաջ, 6 ամիս առաջ, 1 տարի առաջ կամ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սկսում է պատժամիջոցներ կիրառել, աշխատել նաև կաթնամթերքի շուկայում։ Ինչն էր խանգարում կաթնամթերքի որակի բարձրացման հարցը սկսել լուծել մայիսին, ապրիլին, մարտին, չգիտեմ, կամ մի փոքր ավելի առաջ։ Ինչն է խանգարում այսօր այն ապրանքատեսակների հետ կապված, որոնց վրա դեռևս պատժամիջոցներ չկան, սկսել դիվերսիֆիկացման գործընթաց։ Այն, որ լարսը բաց է այդ ապրանքները գնում են, մի օր այդ ապրանքներն են փակվելու, ինչպես փակվեցին գյուղմթերքն ու կաթնամթերքը հիմա արդեն։ Այսինքն շատ կարևոր է թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր տնային աշխատանքին։ Եթե մենք մեր տնային աշխատանքը ճիշտ կատարենք, ժամանակին կատարենք, ապա Ռուսաստանի պատժամիջոցները որևէ էֆեկտ, որևէ ազդեցություն ունենալ չեն կարողանա։ Կարող է ոնց դեռ այսպես քաղաքական արձակուրդի մեջ է գտնվում Հայաստանը, բայց սեզոնը բացվում է, ոնց տեսնում ենք օգոստոսի 2-ին, երբ իր առաջին նիստը կանցկացնի Հայաստանի նորընտիր ազգային ժողովը։ Դա մեկնարկ կտա արդեն օրենսդիր իշխանության ձևավորմանը, կընտրվի վարչապետ, վարչապետը կսկսի կառավարություն ձևավորել եւ կառավարությունը նորաստեղծ կսկսի իր որոշումներ ընդունելը, հա։ Ձեր նշած հարցերը արդյոք առաջնահերթ չեն, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ այս փակուղուց։ Կան կարծիքներ, որ օրինակ, հա, RЖD-ի հարցը պետք չի գնալ կտրուկ քայլերի, բարկացնել ռուսներին։ Ռուսները հիմա շատ զգայուն են, հա, որովհետև ամենօրյա ռեժիմով տրաքում են, որում էպիկական, հա, ասենց բենզինի ճգնաժամ են։ Նրանք բարի են, բայց նյարդային։ Պետք է համատեղել փոխկապակցվածության ձևավորումը, ասենք RЖD-ին ձեռք չտալու հետ ինչ որ ձևով, հա, բալանսավորել, ահա այսպես։ Դուք դա հնարավոր համարում եք, թե չէ։ Իբր լավ, մեր երկաթուղինա տնօրինություն փոխելու հարց պետք է մենք լուծենք։ Համեցեք։ Գիտեք, բացարձակապես չկա տարբերակ, որի դեպքում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա այս իրավիճակում, տարածաշրջանային այս իրավիճակում ինտեգրվել գործընթացներին եւ զարգացման ճանապարհ բռնել, որովհետեւ այն զարգացման տեմպերը, որ մենք այսօր ունենք, ակնհայտորեն անբավարար են, փոխել այդ տեմպերը շատ ավելի հստակ զարգացման ուղի բռնել,
եթե Հարավկովկասյան երկաթուղին մնում է ռուսական կառավարման ներքո։ Առանց այդ հարցը լուծելու Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային առումով ապագա չունի։ Սա մեկ, երկրորդը այդ հարցի լուծման մեկ ձև եմ ես տեսնում, եւ այդ մեկ ձևը հետեւյալն է. ռուսներին առաջ դնել պայման։ Դուք վաճառում եք Հարավկովկասյան երկաթուղին այսքան ժամկետում, ժամկետը դե կորոշեն։ Հակառակ դեպքում ժամկետի ավարտի հաջորդ օրը մենք մտնում ենք արբիտրաժային դատան։ Այսինքն կամ լուծում ենք այդ հարցը բարեկամաբար, կամ լուծում ենք այդ հարցը ոչ բարեկամաբար, բայց հարցը լուծում ենք ցանկացած դեպքում եւ հստակ ժամկետներում, որովհետեւ այլ դեպքում նման հայտարարություններով, խոսքերով, ակնարկներով եւ այլն այդ հարցը չի լուծվելու։ Ռուսները անընդհատ իրենց տնելու են չհասկացող այդտեղ, կամ հասկանալու դեպքում էլ հայտարարելու են, թե իրենք չեն տեսնում խնդիր, այսքան գումար են ծախսել, այսքան չգիտեմ, վերցնել են գումարներ են բաժանել իրենց աշխատողներին եւ մեզ վրա հաշիվ են անում, թե մենք գումար ենք ծախսել։ Ներդրում են կարել։ Իրենց երկաթ գիծը փլվելուց է եղել, թույլ չեն տվել փլվի, որպեսզի կարողանան գնաց կամ անցկացնել փող աշխատեն, մեզ ասում են ներդրում են կարել։ Չանեք այդ ներդրումը, մենք կանենք, մենք էլ կկառավարենք, ինչ որ մի ուրիշը կաներ, 10 անգամ ավելի շատ կաներ։ Ընդ որում, շատ ավելի կարևոր բան, մոտավորապես 200 կիլոմետրի չափ երկաթ գիծ այսօր չի աշխատում։ Այն դեպքում, երբ 2008 թվականին, երբ Հարավկովկասյան երկաթուղին վերցրեց կառավարումը, դա 200 կիլոմետր աշխատում էր։ Այսօր այդքան պակաս է աշխատում։ Ներդրում անեիք աշխատեցնեիք դա, ներդրում անեիք կառուցեիք Վանաձոր Ֆիոլետովոն, ներդրում անեիք կառուցեիք Գյումրիից սահման հատված անկախ նրանից այն բաց էր թե բաց չէր։ Ես նշեմ, որ պայմանագիրը ունի հավելվածներ, հավելվածներից մեկով կար պարտավորություն, որ մինչև 2011 թվականը ուրեմն հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում 1 միլիարդից ավելի, եթե եւ Ադրբեջանական հայ-թուրքական սահմաններն են բացում, 1 միլիարդից ավելի ներդրում պետք է անի, 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ներդրում պետք է աներ Հարավկովկասյան երկաթուղին։ Մինչև 2011 թվականը չի բացվել, այդպես թեթևացած շունչ են քաշել Հարավկովկասյան երկաթուղու պատասխանատուները եւ քնել են, այսպես ասենք, ինչպես ժողովուրդն է ասում, հայտնի սապատավոր կենթանու ականջում։ Որից հետո եկել հասել է ինչ-որ մի ժամանակ, երբ իրավիճակն այնքան աղետալի է, որ ներկա վիճակում Հայաստանի երկաթուղին նույնիսկ հետ վերցնելու դեպքում ռուսներից միացնել տարածաշրջանային ցանցերին հնարավոր չէ։ Ես դες նշեմ, գիտեք, շատ լավ գիտեք, որ Ադրբեջան գնացինք գործընկերների հետ։ Ուրեմն Ադրբեջանի մի քաղաքից մինչև մյուս քաղաքը մեզ հավանաբար կանխամտածված ձևով ցույց տալու համար իրենց առավելությունը ադրբեջանցիները տարան գնացքով։ Այդ գնացքը գնում էր 120-130 կմ/ժ արագությամբ։ Եթե Հայաստանում որևէ գնացք փորձի շվեյցարական Stadler շարժակալներ, որը լավագույններ ասած գոյերքի արտադրության էր, բայց ես դες նշեմ, Հայաստանի ցանկացած հատվածում, եթե որևէ գնացք փորձի հասնել 100 կմ/ժ արագությամբ, այդ գնացքը դուրս կտրճի ռելսերից։ Հայաստանի Հանրապետությունում չկա նրա նման հնարավորություն։ Եվ սա խոսում ենք մարդկանց տեղափոխման մասին, բեռների տեղափոխման դեպքում արագությունները ել ավելի մեծ են։ Իսկ Հայաստանի ցանցերը նման հնարավորություն չեն տալիս։ Հայաստանի ցանցերում բեռնատար գնացքների տեղափոխման առավելագույն թույլատրելի արագություն նշվում է 40 կմ/ժ։ Դուք պատկերացնում եք, որ բեռը Չինաստանից գալու է, հասնելու է Հայաստանի սահման 120 կմ/ժ արագությամբ, հետո 40 կմ/ժ արագությամբ կտրելու է Հայաստանի Հանրապետություն։ Դա հնարավոր չէ նման բան։ Որևէ տնտեսվարող նման պայմաններում չի։ Դա արդեն ավանակի արագություն է ընդամենը եւ անբավարար 21-րդ դարում։ Գիտեք, 21-րդ դարում ամենակարևորը արագությունն է, որովհետև ինչքան ավելի արագ է հնարավոր ապրանքաշրջանառություն իրականացնել, այնքան ավելի շատ է գումարը պատտվում։ Այսինքն, եթե դու 1 ամսվա ընթացքում կարողանում ես 1 անգամ ապրանք տանել բերելու աշխատում ես X գումար, 5 անգամ տարար 5x գումար ես աշխատում, 5 անգամ ավելի է այդ գումարը կարողանում ներդնել, այդ ստանալ, ներդնել, շահույթ ստանալ եւ այլն։ Եվ այդ արագության պատճառով մենք օրինակ շատ դեպքերում, ընդ որում ես նշեմ, որ այս մասին խոսում են նաև պաշտոնատար անձինք, շատ դեպքերում մենք կորցնում ենք Իրանից դեպի հյուսիս, դեպի Վրաստան, դեպի Ռուսաստան գնացող ապրանքների տարանցիկ անցման ուրեմն շուկան, եւ Հայաստանի Հանրապետությունը չի աշխատում այն գումարները, որոնք պետք է աշխատի։ Իհարկե Հյուսիսարևը գալիս է այս հարցը լուծելու Իրանից դեպի հյուսիս գնացող ապրանքների, բայց արևելք արևմուտքի համար անհրաժեշտ է երկաթուղի։
Եվ այդ երկաթուղին չպիտի լինի հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո։ Երկու պատճառով. առաջինը տեխնիկական, որի մասին ասացի, եւ երկրորդը քաղաքական, որովհետեւ որևէ մեկը չի ցանկանում Հայաստանի Հանրապետությունով իր բեռը տանել ռուսական կառավարման ներքո։ Որևէ ողջամիտ տնտեսվարող չի ցանկանա շատ լայնածավալ բաժամիջոցների տակ գտնվող պետության կառավարման ներքո անցկացնել ենթադրենք ինչ-որ մի ապրանք, որը ունի բարձր ճշգրտության չիպեր կամ նմանատիպ ինչ-որ մի բան։ Դա վտանգավոր է։ Չեն ցանկանում նման բան։ Եվ մյուս կողմից, տեսեք, Թուրքիան կառուցում է Կարս Նախիջևան այդ նոր երկաթգիծը, որպեսզի շրջանցի Հայաստանը։ Թուրքիան չի այդ գումարները տալիս, Ադրբեջանն էլ չի տալիս այդ գումարները։ Այդ գումարները տալիս են մի քանի միջազգային դոնորներ։ Ճապոնիայի կառավարությունն է տալիս, Ասիայի զարգացման բանկն է տալիս։ Ինչու են նրանք տալիս? Որովհետև նրանք չեն ցանկանում, որ հնարավոր ճանապարհը անցնի ռուսական կառավարման ներքո։ Ես հավատացնում եմ, եթե Հայաստանը կարողանա այս հարցը լուծել եւ առաջարկի մոդեռնիզացնել Երասկ-Գյումրի հատվածը, ուրեմն Կարս Նախիջևան նոր երկաթուղու կառուցման փոխարեն, այս դոնորներից առնվազն մի քանիսը այդ գումարները կուղեն այստեղ, որովհետև սա 10 անգամ ավելի էժան պրոյեկտ է եւ շատ ավելի արագ, եթե այնտեղ 10 տարի ամենակիչը պետք է կառուցելու համար, բավական դժվար հատվածներով է անցնելու այդ երկաթգիծը եւ այլն։ Այստեղ կարելի է ընդհանրապես ամիսների ընթացքում մոդեռնիզացնել եւ ունենալ այնպիսի երկաթգիծ, որը կարող է Թրիպից Նախիջևանը անցնելուց հետո հասցնել մինչև Գյումրի, մինչև Կարս, մինչև նույնիսկ Թբիլիսի այդ ապրանքները նույն արագությամբ, իջարագությամբ նրանք կգան կհասնեն մեր սահմաններին։ Եվ ամփոփելով այս հատվածը, ես նշեմ, որ չկա տարբերակ, նորից կրկնեմ, չկա տարբերակ, որ Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է կառավարել Հայաստանի երկաթուղային ցանցը եւ Հայաստանը միանում է տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Նույնիսկ Թրիպի դեպքում, թեև Թրիպի հատվածը միանշանակ Հարավկովկասյան երկաթուղու հատված չի լինելու, կառավարման ներքո չի լինելու, կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ եթե իրենք չեն կառուցում, դա իրենցը չէ, բայց նույնիսկ Թրիպի դեպքում Հայաստանի Հանրապետությունը բախվելու է կոշտ խնդիրների, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում կա մի երկաթգիծ եւ այդ երկաթգիծը եւ ամխտար վիճակում է եւ կառավարվում է համաշխարհային իզգոյ դարձած երկրի կողմից։ Պարոն Ղևոնդյան, Հայաստանում քաղաքական որոշումների ընդունումն ինքնին եւ դրանց, այսպես ասենք, թայմինգը, հա, այսինքն այդ պահը մեծապես պայմանավորված է հենց այդ մտավախություններով, մոտավորապես են մկների ժողովում ոնց է, չէ՞, բավոր կատուն գա մեզ վրա։ Վեգ այդ կատվի գլխին սևը բերել է եւ բենզինի մի խայտառակ դեֆիցիտ, որը սովետի փլուզման ժամանակ էր միայն այդպես։ Դա էլ քիչ էր, հիմա լոգիստիկան է տարակում ամենօրյա ռեժիմով, այսօր էլ Պետերբուրգում եւ մարզում, հա, Լենինգրադի մարզում գտնվող այդ պահեստներն են տարակել եւ նույնիսկ հակաօդային պաշտպանություն չի աշխատում։ Այդ կատուն գա մեզ վրա, որ ինչ է։ Գիտեք, ես մի որքանով են ռելևանտ իրականության։ Մի հետաքրքիր բան ասեմ, կատուն մեզ վրա եկել է արդեն։ Եկել է, հասել է, ում որ կարող էր ուտել, կերել է։ Դարձեք, ինչ է տեղի ունեցել 2020-ից 2023 թվականներին Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Չեն տեսնում նման մարդիկ, թե ինչ է տեղի ունեցել։ Չեն տեսնում, որ Արցախը չկա։ Չեն տեսնում, որ Հայաստանի տարածքները օկուպացված են։ Ինչ պիտի անի դրանից ավելի Ռուսաստանը։ Պիտի Երևանը ռմբակոծի, ես չեմ հավատում դրան։ Ռուսաստանը այսօր գոնե այս բան չի կարող Երևանը ռմբակոծել։ Ինչից են վախենում։ Կերել է, մարսել է, գնացել է, թափել է, այսպես ասենք, այդ կերածը եւ մարսածը։ Հիմա դրանից ավելին ինչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության հետ։ Պիտի կատնամթերք չընդունի, չի ընդունում։ Պիտի գյուղմթերք չընդունի, չի ընդունում։ Հասկանում եք, դրանից ավելին, չգիտեմ, ահաբեկչություն պիտի անի,
դե Հայաստանի իշխանությունների գործն է թող այնպես կարողանան իրենց անվտանգությունը ապահովել, որ Ռուսաստանը ահաբեկչություն չանի։ Ես չեմ տեսնում, թե Ռուսաստանը ավելին ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետության հետ, որ դեռ չի արել։ Եթե մենք դուրս գանք հապկից, եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, իհարկե ես խոսք չեմ անում հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալ, որովհետև մենք կոնկրետ տնտեսական խնդիրներ կարող ենք ունենալ, պետք է պատրաստվել դրան։ Բայց տեսականորեն, եթե մենք դուրս գանք հապկից, դուրս գանք ԵԱՏՄ-ից, եթե մենք խզենք ցանկացած պայմանագիր հայ-ռուսական, եթե մենք որոշենք, որ կոնցեսիոն պայմանագիրը խզում ենք, եթե մենք որոշենք, որ հայտ ենք ուղարկում Եվրամիություն, ինչ է անելու Ռուսաստանը։ Ուղարկելու է եւս 10 հատ Սամվել Կարապետյան, թող ուղարկի։ Ինչու ենք մենք դրանից վախենում։ Երևանը ռմբակոծելու է, չեմ հավատում։ Ադրբեջանն է կրակելու, Ադրբեջանը չի կրակում։ Թուրքիան է մեզ վրա հարձակվելու, Թուրքիան չի հարձակվում։ Ժողովուրդ ջան, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան իմանային, որ կարող են հարձակվել Հայաստանը վերցնել, նրանք հենց այսօր կհարձակվեն, Հայաստանը կվերցնեին։ Ի վերջո միայն վերցնելը չի, պետք է հետո կարողանան մարսել։ Թե որևէ մեկը մտածում է, որ Ադրբեջանը ու Թուրքիան չեն հարձակվում, որովհետև այն 2000 ռուս զինվորը նստած են Գյումրիում։ Կա նման բան մտածողներ։ Չեմ հավատում ես։ Սա այլ է հարցը։ Մարդիկ կան, նույն Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այլն, որոնց բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետությունը, չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության շահը, իրենք չեն էլ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ առանձին շահ։ Նրանց համար Հայաստանի Հանրապետության շահը այն է, ինչը լավ է Ռուսաստանի համար, որովհետեւ իրենք իրենց պատկերացնում են, ինչպես մեր ոչ բարով հայտնի դերասաններից մեկն էր ասում, Կալինինգրադից մինչև Սախալին երկրի քաղաքացի։ Իրենք չեն պատկերացնում իրենց նոյեմբերյանից մինչև Սյունիք երկրի քաղաքացի։ Իրենք իրենց լավ են զգում, որ քանի զարթում են, ասում են մենք Կալինինգրադից Սախալինի քաղաքացիներ ենք։ Այլ բան է, որ դերասանը արտահայտվեց, իրենք չեն արտահայտվում, բայց փաստացի իրենց գործողությունները ցույց են տալիս, որ նույն արժե համակարգի կրողն են։ Պարոն Լևոնյան, տեսեք, որ խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ կարծեք թե շարունակում է բախվել առերևույթ, հա, չնայած մենք լավ ենք հասկանում, որ դրդապատճառներն այլ են այս սահմանադրության հետ կապված։ Ակնհայտ է, որ Հայաստանը ներկայումս պատրաստ չէ այդ process-ին։ Ուղղակի պատկերացնել կարելի է, թե ինչ ասպատակություն է սկսվելու համեմատելով այս հունիսի 7-ի ընտրությունների հետ, հա, երբ Հայաստանում հայտարարեն, որ մենք հիմա էլ ուզում ենք սահմանադրություն փոխել, չէ՞։ Քանի ռուսական ներկայությունը Հայաստանում այնպիսին է, ինչպիսին է, եւ քանի Հայաստանում ռուսական կուսակցությունը գործում է այնպես, ինչպես գործում է, հիմա էլ գալու են եւ բազմեն խորհրդարանը։ Բայց մյուս կողմից էլ այդ ամենն էլ այսպես ասենք Ադրբեջանի համար շարունակում է պատրվակ ծառայել, եթե մինչ այդ որպես դիսկուրսիվ ճնշման լծակ էր, հա, օգտագործվում, ապա հիմա ուղղակի պատրվակի է վերածել, բայց ակնհայտ է, որ նաև Ադրբեջանի վրա ճնշում կա որոշակի, հակառակ դեպքում, ասենք Reuters-ը Հաջիևից չեր հարցնի, էլի, որ լավ չեք ուզում, իսկ Հաջիևն էլ այն նշաձողը մեկ աստիճան չեր իջեցնի, էլի, որ ասեր դե լավ, հա, լավ, հանրաքվեով ուրիշ մի ձևով այդ հարցը տեսեք ինչ հա։ Հիմա դուք ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված։ Մենք ինչ օպցիաներ ունենք, հա, քաղաքական հանգուցալուծումների, որ հայկական դիվանագիտության պաշտոնական Երևանի ձեռքում է ապրիորի եւ դա կարող է գործածել։ Ձեր կարծիքով համեցեք։ Գիտեք, այդպես ուղիղ ճակատի գնալ եւ փոխել սահմանադրությունը Հայաստանը այսօր չի կարող։ Չի կարող, որովհետեւ մի պարզ պատճառով, որովհետեւ ազգային ժողովում սահմանադրության այն տեսքի, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին եւ ամբողջապես չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, այդ տեսքի սահմանադրությունը հանրաքվե տնելու քվեարկող 70 պատգամավոր ուղղակի չկա։ Կա 64 պատգամավոր։ Գուցե 65, բայց ոչ 70։ Որովհետեւ այն երկու խմբակցությունները, որոնք
անինստիտուցիոնալ ընդդիմություն են ազգային ժողովում, իրենք հստակ դեմ են քվեարկելու ցանկացած բանի, որը Ռուսաստանի շահերից չի բխում։ Իսկ սահմանադրության փոփոխությունը, ինչպես ասացի, ամբողջապես Ռուսաստանի շահերից չի բխում։ Կարող է լինել սահմանադրության տեքստ, որը կբխի Ռուսաստանի շահերից, բայց դա չի բխի Հայաստանի շահերից։ Այսինքն այս դեպքում մյուս 64 հոգին կողմ չեն քվեարկի։ Եվ ստացվում է, որ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ սահմանադրությունը դնել հանրաքվեի։ Հիմա թե դա ինչու է այդպես եղել, ինչպես է այդպես եղել, դա այլ հարց է։ Իրավիճակը այսպեսին է։ Ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել այլ մեխանիզմներ։ Ընդ որում այլ մեխանիզմներ ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերվելու, այլ նաև այլ մեխանիզմներ հասկանալու, թե սրանից հետո ինչ ենք անելու։ Ոչ միայն Ադրբեջանի հետ, ընդհանրապես ինչ ենք անում։ Ի վերջո սահմանադրության փոփոխությունը դա խոստում է տրված Հայաստանի ժողովրդին դեռևս 2018 թվականին հեղափոխության ընթացքում։ Եվ այդ խոստումը 8 տարիների ընթացքում չի կատարվել։ Հիմա Հայաստանի ժողովուրդը իսկապես սպասել է բավական երկար, որ սահմանադրությունը փոխվի, բայց նաև կատարել է այնպիսի ընտրություն, որը թույլ չի տալիս, որ այս բանը սահմանադրությունը փոխվի։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այստեղ կան մի քանի դիվանագիտական գործիքներ, որոնք կարելի է օգտագործել։ Առաջին եւ գլխավորը ես կարծում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայների թիվն է, որովհետեւ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ընտրողների ընդհանուր թվի, եթե սահմանադրությունը հանրաքվեի դրվի, անցնելու համար անհրաժեշտ է լինելու 622,000-ից մի փոքր ավելի ձայն, մոտավորապես։ Ինչը նշանակում է, որ քաղաքացիական պայմանագրի կողմից ստացած 727,000 քվեն լիովին բավարար է, որ համարենք, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը փոխելու համաձայն ժողովրդի քանակ գոյություն ունի։ Որովհետև ի վերջո, այո, 622,000-ից ավելի մարդ գնաց քվեարկեց քաղաքացիական պայմանագրին, այն դեպքում, որ քաղաքացիական պայմանագիրը իր ծրագրում գրել էր նաև, որ սահմանադրությունը փոխելու եւ ամենօրյա ռեժիմով հայտարարում էր, որ սահմանադրությունը փոխելու է։ Այսինքն այս օրակարգը ստացել է 727,000 մարդու հավանություն։ Սա գործիք է, որը կարելի է օգտագործել դիվանագիտության մեջ, կարելի է դնել աշխարհի առաջ, այդ թվում նաև ինչ ոչ Ադրբեջանի առաջ։ Ես ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ համաձայն են սահմանադրության փոփոխությանը, բայց մեխանիզմ չկա։ Չենք կարող այսօր սահմանադրություն փոխել։ Չենք կարող վերցնել եւ հայտարարել, թե Հայաստանի ժողովրդի այն անգամվա ասածը, որ անհրաժեշտ է 2/3 ծալում ենք դնում ենք մի կողմ, այս անգամ Հայաստանի ժողովուրդը ուրիշ բան է ասում։ Առավել եւս որ Հայաստանի ժողովրդի ուրիշ բան ասելու վկայություն չունենք։ Այնպես որ սա գործիք է, որը կարելի է օգտագործել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Եվ կարելի է փորձել դրա հիման վրա նաև այդ ճնշումը ուժգնացնել Ադրբեջանի նկատմամբ, որի մասին դուք նշեցիք, եւ փորձել այնպես անել, որ Ադրբեջանը ի վերջո գնա այդ համաձայնությանը։ Առավել եւս, որ այն ինչ ասում է Հաջիևը, թող իրավական ճանապարհով լուծեն այդ հարցը, Հայաստանը արել է։ Սահմանադրական դատարանի ՍԴՕ 1749 որոշումով այս հարցը լուծվել է Հայաստանի ներքին իրավական դաշտում, հռչակագրի կետերի սահմանադրության այդ առնչման հարցը լուծված է եւ այն որ Ալիևը ասում է, ադրբեջանցիները ասում են, թե հռչակագրում գրել է Ղարաբաղի հետ վերամիավորում եւ հռչակագրին հղում կա սահմանադրության մեջ, սահմանադրական դատարանը ասել է, որ հղումը նշանակություն չունի, իրավական համակարգի մաս է միայն այն, ինչը գրված է սահմանադրության մեջ, թե գրված չի, ինքը նշանակություն չունի։ Հիմա Հաջիևը ասում է, թող մի կերպ լուծեն ենք։ Այսինքն սա էլ եւս մեկ գործիք, որը կարելի է տանել դնել եւ աշխատեցնել։ Երրորդ հնարավորությունը Հայաստանի դիվանագիտության համար, եթե Ադրբեջանը այնուամենայնիվ այդ ճնշումներին դիմակայելով հայտարարում է, թե ոչ մի դեպքում իրենք խաղաղության պայմանագիր չեն ստորագրի, եմի ստորագրեք, եկեք առանց ստորագրելու սկսենք որոշակի կետեր իրականություն դարձնել։ Խաղաղության պայմանագրում գրված է դիվանագիտական հարաբերություններ, եկեք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, եկեք դեսպանատուն բացենք, օրինակ։ Բազմաթիվ այլ հարցեր, որ հարցի վերաբերյալ դուք ասում եք, չէ, մենք էլ ենք ասում, չէ, որ հարցի վերաբերյալ կարող ենք առաջ շարժվել, եկեք առաջ շարժվենք։ Իհարկե կլինեն հարցեր, որտեղ էլ օրինակ մենք կարող ենք ասել, չէ, օրինակ, քանի դեռ ստորագրված չէ, այցել հետ չենք քաշում, քանի դեռ ստորագրված չէ, Եվրամիության ներկայացուցիչներին չենք հանում սահմաններից, բայց այդտեղ կետեր կան, որտեղ ոչ մի վեճ չկա, եկեք այդ կետերը իրականություն դարձնենք։ Բացի այդ, խաղաղության պայմանագրից դուրս այլ գործընթացներ եւս կան։ Ենթակառուցվածքների բացում, տրիպը սկսում ենք սարքել, եկեք հյուսիսի
հյուսիսային հատվածում եւս փորձենք մի սահմանակետ դնել աշխատեցնել։ Եկեք շարունակենք սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Հատվածային եք ուզում, եկեք հատվածային անենք։ Հյուսիսից եք ուզում սկսել, եկեք հյուսիսից սկսենք։ Ի վերջո քարտեզները կան, քարտեզները համաձայնեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ հստակ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը գիտեն սահմանը որտեղ է։ Մնացել է միայն գետնի վրա աշխատանքը կատարել։ Եկեք այդ աշխատանքը կատարենք։ Ով ասաց, որ պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, որ մենք գնանք եւ սյուն դնենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Եկեք գնանք եւ այդ սյունները դնենք։ Այսինքն աշխատանքի բավական լայն տեղ կա, գործիքներ կան, հնարավորություններ կան, որոնք անհրաժեշտ է օգտագործել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան, Ես ձեր շատ կարևոր գաղափարները մեր հետևորդներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար սրանք շատ դինամիկ process-ներ են, մենք կհետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր մասնակցությամբ եւ օգնությամբ։ Մեծ հաճույքով կրկին հյուրընկալվեմ ձեզ։ Շնորհակալ եմ առաջին հյուրս լինելու համար։ Ամենայն բարի։ Հաջողություն։ Հաջողություն։